հանցանքներուն թողություն եղավ, ու անոր մեղքերը ծածկվեցան։ Երանի այն մարդուն, որուն դերը անօրենություն չի սեբեր, ու անոր հոգին մեջ նենգություն չգա։ Ով արդարներ, դերոճմով ծնծած է, ուղիղներուն գվայել է օրնություն երկել, կովեցեք դերը քնարով, 10 լար ունեցող դավիղով սաղմոս երկեցեք անոր։ Դիտի սկսենք մեր պաշտամունքը ոտքի վրա երկելով երկթի 625։ Ալասկե ետև եղբայրներս, զորացեք դերոճմով ու անոր զորության կարողությունովը, վասնզի մեր բادرազմը արյունի ու մարմինի հետ չէ, Ասոր համար ծեր վրա արեք Աստուծո սպառազինությունը,
հանրությունները երև հաստատուն գային։ Ու ոտքերնուն հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը։ Եվ փրկության սաղավարտը արեք ու հոգին սուրը, որ Աստուծո խոսքն է։ Ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարաբերությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Շնորհք այն ամենուն հետ։ Աղոթենք։ Ով Հայր Աստված մեր, շնորհակալ սրբերով պարչևդ կգենանք այսօր, գիտակցելով այն մեծ սիրուն, որով սիրեցիր մեզ և բոլոր մարդկությունը։ Երախտավարդ ենք Տեր, որ քո անհուն շնորհքովդ մեզի փրկություն պատրաստեցիր քո որդուդ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Օգնե մեզի Տեր, որ հաստատ մնանք և հավատարիմ մեր հավատքի կյանքի մեջ և արժանի լինանք քո սիրուն և զոհաբերությանը։ Օրհնե այս պաշտամունքը երկնավոր Հայր և դուր որ քո խոսքերը մեզի ուղեցույց մըլնան մեր առօրյա կյանքին մեջ ապրելու համար քեզի հաճելի և քո անունի պատիվ բերող կյանքեր։ Հիսուսի անունով կխնդրենք։ Ամեն։ Մեր հաջորդ երգը պիտի լա երգիվ 100-ը, բայց կուզեմ հիշել, թե այս երգը գրողը ներշնչված է Հիսուսի ըսած հետևյալ խոսքերեն, որ արձանագրված է ավետարան ըստ Հովհաննու 10-րդ գլուխի մեջ հիշված քանի մահամարներու մեջ։ Կուզեմ անոնք կարդալ։ Հովիվին արագը ըսել են վերջ Հիսուս, ասմիկանի համարներով կշարունակե, ես եմ բարի հովիվը, բարի հովիվը իր կյանքը ոչխարներուն համար կտվեն, ես եմ բարի հովիվը, գճանչնամ իմիններս ու գճանչծվին իմիններս, ինչպես հայրը զիս գճանչնամ, ես ալ հայրը գճանչնամ ու իմ կյանքս ոչխարներուն համար կտվեն։ Ուրեմն երկենք այս երկին առաջին, երկրորդ և չորրորդ համարները, երրորդ և հինգերորդ համարը զանազարներով։ Tozi
Մեր այսօրվա լրատվության մեջ ծանոթություններու բաժինը զանցարած են, սակայն ուզեմ ուրախությամբ հայտնել, հայտարարել, որ այս պաշտամունքեն ճիշտ առաջ մենք ունեցանք մեր երջախումբի առաջին փորձը եւ անիկա պիտի շարունակվի, դելեգամի պիտի պատրաստվենք եւ նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի արիքներով առաջին ելույթը պիտի ունենանք, այնպես որ աղոթեցեք եւ գմախտենք, գհուսանք, որ ասիգա պիտի ծարայե աստո պարկին համար և ուրախությամբ պիտի տոնենք արտսույք սուրտ տոները։ Նախ եւ առաջ ողջունենք ձեզ Քրիստոսի անունով եւ բարի կալուսնմատենք ձեզ ամեն մեկուն, որ եկած եք դերունական այս օրհնյալ առավոտյան մեջ մանավանդ դնդեսի գիրագի արիթով դնդեսի գիրագին կարևոր գիրագիները մեկն է, որ ուզենք շնորհին անգամ մոքանեն նոյեմբեր ամսվա մեջ Դեր այս ուտյալ մեզ այցել է և առաջնորդ է, հիմա ժամանակը դուրանք աստուծո խոսքին ընթերցումին, որ բուկա մեզի Բեդրոս Արատյալի առաջին ուրեմն նամագեն, 4 գլուխ 7 մինչև 11-րդ համարներում ընթերցումը մտիգնենք։ Սակայն ամեն բանի վախճանը մոտեցել է, ուստի ըսկաստ եղեք ու աղոթքի մեջ արթուն գեցեք։ Եվ ամեն բանի առաջ իրարու հանդեպ սրտած սեր ունեցեք։ Վասենզի սերը մեղքերու փաստությունը դձածկե։ Իրարու հյուրասիրություն ցույց տվեք առանց դրդուճ ընելու։ Ամեն մեկը ինչ շնորհք որ արավ, զանիգա իրարու մատակարարեցեք աստուծո զանազան շնորհները փարի դնդեսնելու պես։ Եթե մեկը խոսի, աստուծո պատկաններում մեզ թող խոսի, եթե մեկը մատակարարություն ունի, որպես թե աստուծո շնորհներու զորութենեն թողել է, որպեսզի ամեն բանի մեջ Աստված բարավորվի Հիսուս Քրիստոսի ցերկով, որու փառք եւ զորություն հավիտյան աստարիտենից ամեն։ Աղոթենք։ Փառք եւ գոհություն կբացանենք քեզ իրականավոր հայր, որ այս քարավոտ դարձյալ Քո դանք մեջ գտնվելու ուրախություն ունենք։ Քո զավակներով, որպեսզի գայնանք մեր ցայները քեզի փարսացնեն, մեր աղոթները դատարեն,
ինչպես նաև լսել քո ցայնը, քո ավետարանիդ պատկանը։ Այսօր համար ովներ փոխություն կբացառենք քեզի։ Շնորհակալ ենք ովներ մեզի դրված շաբթվան համար խորաբրեցանք և դարձյալ գցանք վերադառնալ բարշը։ Շնորհակալ եմ ովներ քո ամեն մեկ զավգիտ համար, որ խոժար եղավ մասնակցելու քո դանդ մեջ իրենց ծառայություններով, բաշխումներ առնելով, աշխատելով այս բոլոր ծառայություններուն համար, լա ամոր հոգապարծությունը, լա դիգնանցը, լա գիրակնորյան և նաև այն ամեն ծառայողները հեմին վրա։ Որպես իգարենան ովներ բոլորս միասին քո փարավարել, շնորհակալություն այդ։ Մինչ կվայնենք ովներ քո ներկայությունը, երբեք չենք մոռանալ մեր այն սիրելիները, որոնք ովներ այսօր ներկա չդրսան ալալ, իրանց գտնված վայրերուն մեջ, անոնց վերքերուն սպեղանի ընցաներուն թարման շնորհես, անոնք, որոնք ովներ ունին մինագության առանցնության, մեկուսացման վարյաններ և ժամեր ովներ քո ներկայությունն անոնց հետոլա։ Անոնք որ ունին դժվարություններ դնդասական գետնի վրա և կամ դարբեր ցևով թուն ովներ զիրեք այցելես, քեզ ինքներն ովներ նաև մեր հայ ժողովուրդը լահայրենիք լա Արցախի դեղահանված ժողովուրդը, Սուրիա Լիբանանի ովներ գարոդյանները, բادرազմ ովներ, որ կդարածվի և շատ արևելյան երկիրներու դժվարություններ, նեղություններ կստեղծեն, քո միջամտությունդ և քո ներկայությունդ կխնդրեմ ովներ որպեսզի թուն ողորմիս քո արդարությունդ և քո նաև սերդ ողորմությունդ շուրջ տաս այն ժողովուրդներուն, այն անձերուն, այն ընտանիքներուն, այն սիրելիներ, որոնք գործընծուցին, անոնց համարակաղոթենք։ Շնորհակալ եմ ովներ այն Եվրին համար, որում մեջ մեզ կբահես, մեզի ձերս կբահես շատ նեղությունները, աշխարհի այս կողմը ապրելով, մենք ամենցե ավելի արդար չէինք, սակայն ովներ թուն մեզի շնորհք ու ցույց կտաս, որպեսզի գայանանք քնահարել քո շնորհքդ, ողորմությունդ, որ մեզի պարգևած ես, և գայանանք ավելի նվիրված, ավելի քեզի քո անունդ փառավորող, ավելի քո ավետարանիդ վայելուչ կյանք ապրել։ Ասոնք բոլորը կխնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որում կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հիմա ու հավետյանս։ Ամեն։ Մեր պաշտամունքը պիտի շարունակենք նաև երգելով երգ 384 Պիտի երգենք այս երգեն առաջին, երկրորդ և երրորդ համարները։ Hey
Գավրիկ աշխարհի մեջ, որ լեցուն է անակնկալներով, համաճարակ, բادرազմ է, Արցախի հայության դեղարմանությունը, որոնք հարաճ բերին տնտեսական, քաղաքական և առօրյա կյանքի սուղություն և դատման։ Ներկայիս ասիկան գոչեն անապահովության թար, the age of insecurity, այս արտարցյալ ասիկան կրկնեցավ, the age of insecurity, անապահովության թար։ Պետրոս Արաքյալի նամակեն գազ կնանք, որ առաջին թարու եկեղեցին նեղություններու և չարչարանքներու հանդիպեցան և հալածանքներու մատնվեցան։ Հավատքի դգարացման աստուծմե հեղանալու վտանգի մեջ եղան։ Այս մասնով Պետրոս Արաքյալ ահազան կընչեցնե այն եկեղեցիներով, որոնք կգտնվեին Բոնտոսի և Քաղատիայի, Գաբաթովիայի և Ասիայի և Փյութանիայի կողմերը, Փյութանիան Բոլսո կողմերն է։ Ուրեմն այս դեղերը ներկայիս Թուրքիո հյուսիս արևմտյան կողմեր շրջաններն են, որոնցյալ տարի այս դեղերը գտնվելու առիթ ունեցան։ Արաքյալը իբրև վերագացու իր հոդին գսպուշացնե իր հավատակիցները ասելով ամեն բանին վաղճանը մոտեցել է։ Ոչ թե եկած է, հապա մոտեցել է։ Թե Հիսուս և թե Արաքյալները դեղոջ քալստյան և վաղճանին մոտենալուն պատկանը կունան, որ քրիստոնեական հավատքին վաղ ճանապանական համոզումն է։ Այս նյութը այս օրերուն ավելի պետք է շեշտվի, որպեսզի մարդիկ Աստծո դառնան դակնապներով լեցուն այս աշխարհի մեջ և փրկիչը Քրիստոսը ընտրելու պատրաստ լինան։ Վաղճանը, որում մասին կխոսվի Արաքյալը, Հիսուսի երկրորդ քալուստն է։ Եթե 2000 տարի առաջ մոդ էր Քրիստոսի քալուստը, որքան ավելի մոդ է այսօր։ Հավատացյալներն և մարգարեներ թարեր սպասեցին փրկչին առաջին քալուստյան և փրկիչի եկավ։ Հիմա գաբրենք Հիսուսի առաջին քալուստյան և երկրորդ քալուստյան միջև եղող շրջանին մեջ, վերջին բաժնին մեջ։ Այսօր համար է, որ Արաքյալը գսե ամեն բանին վաղճանը մոտեցել է, այսինքն շրջանին վաղճանը մոտեցել է։ Այս խոսքերով Արաքյալը գաշխանի արտացնել հավատացյալները, որ ապին Աստծո դված զորությամբ նեղ օրերը ունեցուն այս աշխարհի մեջ, փախչելով աշխարհային ցանկությունները և անոր գերբարակները Քրիստոսի կալուստեն առաջ։ Մենք ալ պետք ունենք հետևելու այս ճշմարտություններով, քանի որ մեր հայրենիքը, մեր մերձավոր արևելքի հայ ժողովուրդը և դարբեր ժողովուրդներով բոլորս նեղություններու մեջ ենք։ Ինչ որ կպատահի արևելքի մեջ, իր արձագանքը կտա արևմուտքի մեջ։ Ոմանք կրնան ասել, որ մենք հոս ազատ ենք մերձավոր արևելքի նեղություններեն, սակայն ճշմարտությունը այն է, որ նույն աշխարհի անհավատ մթնոլորտին մեջն ենք զանազան դակմակներով։ Որոնց գոյություն չենք կրնան ուրանալ, այս ակիվ Արաքյալը կպատվիրե նկատի ունենալ 5 կարևոր կենսական պատվերներ, որ Աստծո փարի տնտեսները ըլլանք։ Չէ՞ որ այսօր տնտեսության գիրագի է, ուրեմն այս նյութը մեզի օգտակար կդառնա։ Ուստի զգուշ եղեք
գսե առաջին արիքով, այսինքն խոհեմ եղեք, ոչ թե անդարբեր, հաբա արդուն, ժժգալ, ոչ թե անձնազուստ, ոչ թե անզուստ, հաբա անձնազուստ, ոչ թե խուջաբի մատնվելով, այլ իմաստության թվարվելով։ Քանի որ առաջին թվի մեջ գրված է, որ գարկ հավատացյալներ խուջաբի մատնվելով ունեցածին զահեցին և ներ բարձրացան թիմավորելու համար Քրիստոսի երկրորդ խամուստը։ Ավետարան և առաքյալները հավերակ են այս մեկուսացման։ 46-րդ Սաղմոսը գսե Աստված մեր ապավեն ուզորությունն է, նեղություններու մեջ մեզի օգտական գլա, մենք չենք վախնալ։ Դիեզերքը Աստուծո իր ցերկին մեջն է և ինքն է աշխարհի կառավարիչը խուջաբի մատնվելու պետք չունենք։ Ավելի զսկուշ և զսկած պետք է ըլանք և խոհեմությամբ շարժենք։ Առաքյալ զսկուշ եղեք ըսել է վերջ կշարունակի ըսելով, թե ինչ բանի համար զսկուշ պետք է ըլանք և ինչ պետք է անենք։ 4-րդ գլխում 7-րդ հավանի մեջ կսե ուստի զսկուշ եղեք ու աղոթքի մեջ արթուն գեցեք։ Իսկ 5-րդ գլխում մեջ կսե արթուն գեցեք և զսկեցեք մասնձիցեր հակառակորդը սատանան մրնչող արունձի պես կվգդի ու կփնտրե թե ով գլնե։ Գիրեք այն ժամանակ քրիստոնյաները հալածանքի մեջ էին մանավանդ հեթանոսներու կողմէ, պրոմեական դասության կողմէ և դարձյալ իրենց մեջ կակ փարիսեցիներու կողմէ հալածանքի ենթարկված էին և իրենց կյանքերը վտանգի մեջ էր։ Արիստներու իրապես արժենները գտնվին, որպեսզի անոնք չարչարանքները տեսնելով ուրախանան, բայց գսվի որ հավատացյալները և կայրվեին ցիցերու վրա ուրախությամբ կայրվեին և անոնց սերը ուրախությունը իրենց երեսի վրա գզարվածներ հետանոսները թե ինչ հավատ ունին այս մարդիկը որ ուրախությամբ իրենց հավատքին համար զոհվելու պատրաստել։ Հետևաբար գսե անոնց թեմ գեցեք հավատքով, հաստատված գիտնալով որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կգրեն։ Գիշեք, թե ինչպես 10 սորված էր Պետրոս առաքյալ և դերոճմեն Գեթսեմանի բարձին մեջ, Հիսուս բատվիրած էր, որ հոն արթուն գնան և աղոտ կնեն, որպեսի փորձության չդարձվին, սակայն ինչ եղավ չգրցավ։ Դերը իրենց 3 անգամ բատվիրելով հանդերձ քնացած կրավ։ Վերջերս Միացյալ Նահանգներու մեջ կատարված վիճակագրության համեմատ գսվի որ միջին հաշվով քրիստոնյանը գաղութ է օր միայն 45 երկվարյան։ Անամ ընդհանրապես ճաշի ընթացքին։ Ասիկա մեկ տարվան մեջ կներ 6 ժամ։ Իսկ այս ուրեմն վիճակագրության մեջ գսվի որ հավատացյալները մեկ տարվան մեջ քնում գնեն սակայն 50 ժամ։ Մարմնամարզության գերկան դարին 100 ժամ և վականցի գերկան 120 ժամ դարին, բայց աղոտքի գահանքացնեն դարին միայն 6 ժամ։ Ասիկա հոգևոր անգումը չներկայացնեն քրիստոնեության համար։ Նպատակս ուրիշները քննադատել չէ, այլ հաղթադության մեջ թնենք մենքս մեզ թե աղոտքի մեջ որքան հարաբերք ենք, քանի որ ասկե գաղթյալ է փորձությունները թիմակրավելու գարելյությունը։ Աղոտքը Աստուծո հետ խոսիլ է, ինչպես
հայր եւ որդին ու խոսի վստահությամբ։ Աղոթքը Աստծո հետ հաղորդակցին է հավատքով։ Մեկումը հետ մեր խոսիլը գարելի է, թե որքան անոր արժեք կուտանք, ներողություն գախյալ է, թե որքան անոր արժեք կուտանք, որքան ադանջ կուտանք եւ որքան հավատք կընծայենք։ Գիշեք թադավորած գրքի մեջ Սամուել Մանուկը ինչ ըսավ Աստծո։ Խոսե դեր, վասնզի ծալատ մտիկ կնե։ Ուրեմն անհրաժեշտ է, որ վերակենդանացնենք մեր հաղորդակցությունը Աստծո հետ անագնկալներով լեցուն այս աշխարհի մեջ։ Երբ կթարնան Աստծո, երբ անոր ողորմության անիգար մեզ կընդունի գոդրած ու խոնար սիրտը Աստված չմերժեր։ Այս բարակային է, որ մեր սրտերը խաղաղությամբ կլեցնին եւ այս խաղաղությամբ կսկսին աղոթել երախտաբարությամբ ու աղոթքի հարադեմ կյանքը գարաշնորհել մեզ, որ փորձությունները թիմակրավենք, քանի որ զորություն կա հավատքով եղած աղոթքի մեջ հաղթական գերով դուրս գալու համար կյանքի նեղություններ են։ Հաղորդակցությունը Աստծո հետ անհրաժեշտ պայման է առողջ քրիստոնեական կյանքի համար։ Ամուսնություններում մեջ ալնումը չէ բարական արգյուն։ Դոկտոր Ջեյմս Դաբսոն քրիստոնյա անգեբուշը բթելակրե։ Եթե գուզեք տեսնել, թե որքան մարդիկ խոսին իրարու հետ, քացեք ճաշարաններս եւ իդի տեսնեք, թե նշանված սույքեր եւ սիրահարներ ավելի խոսին իրարու հետ, քան թե ամուսնացած չափահաս սույքեր, քանի որ իրենց սերը ժամանակի ընթացքին բաղած է։ Ուրեմն սիրելիներ վերակենդանացնելու ենք մեր հաղորդակցություն թե Աստծո եւ թե իրարու հետ։ Երբ դեմության օրերը գավելնան, աղոթքն ալ պետք է ավելնա։ Մեր կյանքի մեջ անհատաբար, ինչպես նաև հավաքաբար, թե դան մեջ եւ թե եկեղեցի մեջ, այս է առաքյալին առաջին պատվերը։ Երկրորդ պատվերը, որ 8-րդ համարն է, հետևյալն է. ընդունելի դնդեսնելու համար։ Ամեն բանի առաջ իրարու հանդեպ սրտանց սեր ունեցեք կսել։ Այսինքն անգերց նվիրված սեր, ուրիշ թարգմանության մեջ գործածված է անգորուչելի սեր, չգործվող։ Սերը աստվածային բարգեր է, կսել է Հովհաննես առաքյալ, որ Աստծո ներկայությունը ցույց կտա, քանի որ Աստված սեր է։ Քրիստոնյայի սերը մեր մեջ ապրող փրկչին արդասոլացումը պետք է հլա։ Այսօր համար Հիսուսը սա մեկս մեկ սիրեցեք, ինչպես ես սիրեցի, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք իմ աշակերտներս եք։ Թեպետ սերը աստվածային բարգեր է, սակայն պետք է սորվի Քրիստոսեն, որ զարկանա անոր սիրով, սրտանց գարեկցությամբ և զոհությամբ ապրելով։ Առաջին Կորինթացոց մեջ Պողոս առաքյալ շատ հիանալի գերբով մանրամասնությունով կգրե սիրո մասին։ Ամենը պիտի չարներ, բայց քոնե 3 կետեր նկատի ունենանք, կսե սերը իրենը չպնդրեր։ Ուրեմն ինչ է, անցնասեր չէ։ Ամեն բանի գզիշանի գսե, ուրեմն անցնազոհ է։ Ամեն բանի գահամբեր է գսե, ուրեմն երգայնամիտ է։ Սակայն այս սերը ժամանակի ընթացին գրնա բաղի աշխարհի նեղություններում և փորձություններում մեջ։ Ինչպես կտեսնեք ասիկա հայտնության քրքին առաջին թարու Եփեսոսի եկեղեցի մեջ
որ լսվի գիտեմ քո գործերդ եւ աշխատությունդ ու քո համբերությունդ, որ չարևոտ չես կրնար դարի։ Նեղություն գրեցիր իմ անվանս համար, բայց քեզի դեմ փան մոլի։ Քո առաջվան սերը սկեցիր, ուրեմն ավաշխարի եւ առաջվան գործեր կատարեք Հիսուս, Եփեսոսի եկեղեցին համար։ Հարցումը ինչու համար իրարու հանդեպ սերը դերոց հավաքներու մեջ այսքան անհրաժեշտ է։ Եվ զորավեր ներվով կպատվիրեն թե մեր բրգիչը և թե առաքյալները։ Ոչ թե միայն սեր, հապա սրտանց սեր ունենալու մասին։ Անգորնչելի, անբարդելի սեր ունենալու մասին։ Արդյոք ինչու։ Երբ առաքյալը լսե իրարու հանդեպ սեր, սրտանց սեր ունեցեք, գավելցաները նաև ասելով, քանի որ սերը մեղքելու բազմությունը գծածկե։ Ասիկա արագած կրկին մեջ անհիշված է։ Սերը մեղքելու բազմությունը գծածկե ասելով, արդյոք ինչ կուզե լսվի։ Արդյոք ասիկա չարությունները ուրանալ կնշանագե։ Քանդիսի, ոչ երբեք։ Մեղքելու բազմությունը ծածկել կնշանագե Քրիստոսի սիրուն, իրար ներելով և ներողություն խնդրելով ապրին։ Քան թե ներնելով իրար մե հերանալու դեր, այլապես քրիստոնեական աճում չենք ունենար։ Ասոր համար է, որ պետք ունենք սրտանց չերմերանք և անբարդելի սիրով աղոթել և ներել իրալու և մեր ներելով է, որ Աստված պիտի ներե մեզան։ Ինչպես տերունական աղոթքի մեջ ասենք, ներե մեզի մեր բարկերը, ինչպես որ մենք հալ կներենք մեր բարդականներում։ Արդյոք այդպես գնենք, որպեսզի խաղաղությունը լադար մեջ եկեղեցին օրհնվի և մարդիկ հրապուրվին Աստծո մոտենալու և զինք ընդունելու։ Գխորիկ որ առաքյալները և առաջին քանու քրիստոնյաները պիտի գարենային հավատքի մեջ հաստատ կենալ բոլոր նեղություններու մեջ, եթե սրտանց և չերմերանք սեր չունենային իրարու հանդեպ և ներող չունենային։ Չարանգամ կզարմանամ, թե այդչափ նեղություններու, հետանոսներու, հալածանքներու, մահերու և սպարտանիքներու մեջ ինչպես քրիստոնեությունը գրծավ դարացվի և մինչև օրս իր յանքը շարունակել, իր գոյությունը շարունակել։ Բոլոր քաղաքնիկը այդ աստվածային սիրո մեջն է։ Երբ աշխարհի նեղությունները և փորձությունները շատան, իբրև գնդեսներ դերոշ տան մեջ և մեր գուներուն մեջ մեր սերն ալ պետք է շատնան։ Սրտանց և չերմերանք ըլլա իրավու հանդեպ, ինչպես մեզ մե ոմանք ցույց տվին ասիկա, իրենց օգնությամբ հայրենիքի, Արցախի, Սուրյո և Լիբանանի գարոդյալ հայոց հանդեպ։ Դեր օրհնես իրենք։ Սիրելիներ, աստվածային սերը մեզ իրավու միացնող ամենազորավոր գաբն է նեղություններու և փորձություններու դեմ տնելու համար։ Ուրեմն աղոթքի մեջ արդուն սրտանց սեր ունենալի մեջ գուկա երրորդ բադվերը հավատալին դնդեսին համար։ Եվ լսի առաքյալը 9-րդ համարի մեջ հյուրասիրություն ցույց տալ առանց դրդունջ դնելու։ Արդյոք ինչ կհասկանանք առանց դրդունջ դնելու խոսքեր։ Գիտենք, որ Հիսուսի և առաքյալներու ժամանակ Աստծո խոսքը լսելու համար մարդիկ կհավաքվեին դուներու մեջ։ Քրիստոսի հետևորդները առաջին տարում, նույնիսկ մինչև երկրորդ դար, 200 տարի առանց մասնավոր եկեղեցական շենքի գադարեցին իրենց պաշտամունքները։
Այսօր մենք ոչափ օրտնված ենք այս փառավոր դաջարը ունենալով հարկը թիտնան ասուր։ Գիշեք Կորցկարակելոց կրկին մեջ հիշված է, թե ինչպիսի դեղերու մեջ պաշտամունքը կատարային։ Առաջին եկեղեցին եղավ Երուսաղեմ Վերնադանու մեջ։ Գիշվի Բրիսկեի և Ագյուդոսի եկեղեցին, գիշվի Փիլիմոնի եկեղեցին, գիշվի Անդիոքի դան եկեղեցին, ուր աշակերտները առաջին անգամ ինչ կոչվեցան, քրիստոնյա կոչվեցան։ Հետագային հիմնվեցավ եկեղեցական շենքեր 3-րդ տարում, 4-րդ տարում, 5-րդ տարում և 6-րդ տարում մեջ։ Արի դեղեցություն հիշենք ամենահին մայր դաջարները, որոնք հետևյալներն են և մինչև այսօր գոյություն ունի։ Ամենահին մայր դաջարը գսվի, որ Աքաբայի ասորիներու եկեղեցին Խորհրդանան գտնվի։ Քրիստոսի վերջ 4-րդ տարում մեջ հիմնված։ Հռոմի Սուրբ Պետրոս դաջարը Վատիկան հիմնված 4-րդ տարում 333 Էջմիածին հայ առաքելական դաջարը 485-րդ տարում մեջ հիմնված և Սուրբ իմաստության հունած Հայա-Սոֆիա դաջարը Իսլամում 532 6-րդ տարում հիմնված։ Կալով մեր նյութին, հավանաբար բերդը հավատացյալներ դժվարանային իրենց ձանր գուկար պաշտամունք կատարել և հյուրասիրություն ունել իրենց տան մեջ։ Այսօր համարը, որ առաքյալս է հյուրասեր եղեք, առանց դրդունչի, քանի որ այդ օրերուն հավաքական պաշտամունքի համար անհրաժեշտ է հյուրասեր ծառայությունը իրենց դուներուն մեջ։ Թե ծանոթ և թե անծանոթ մարդուց արժեր իրենց դուներնին կպատային։ Այսօր մենք այսինքն ովև է ծանոթ և անծանոթ մարդիկներ գրնան մեր եկեղեցիներու մեջ ընդունին։ Ինչպես հիմա է, այնուհետև այդպես էր։ Ներկայիս ժամանակները փոխված են։ Այսօր պաշտամունքները մեր դուներու մեջ կարելի չէ ունենալ։ Մանավանդ առողջապահական պայմանները նկատի ունենալով։ Միակ հավաքատեղը սրբավայրը, որոնք մեր եկեղեցին է, զաստված պաշտելու և հյուրասիրությամբ դերոջ եկեղեցի մեջ ծառայելու և այսօր համար ամեն մեկ հավատացյալ դնդեսի բաժինը կբերե հյուրասիրությամբ։ Այսօր ժամանակները և պաշտամունքի վայրերը փոխված կրնան ալան։ Փախտատման առաջին տարու դունի պաշտամունքներում, սակայն աղոթքը, սերը և հյուրասիրությամբ ծառայությունը կմնա անփոփոխ և պետք է մնա անփոփոխ։ Հոս քննադանքով ուզեմ հիշել դիգնանց և այրելու կատարած այն ծառայությունները, որոնք ցույց տվին սիրահոժատներով, բազարի աշխատություններով, ինչպես նաև հետ պաշտամունքային հյուրասիրությամբ, ինչպես նաև այսօրվա մեր երկի փորձերը, որ սկսանք հաջողությամբ, բարգիրոջ, ուրեմն կքննադեն նաև պաշտամունքը զողացնող նվագի և երջախումբի անդամներն, որ իրենց մասնակցությունը կբերեն դերը օրհնելով օրհնեզիրեն։ Աղոթքի սիրո և հյուրասիրութենե վերջ, 4-րդ բաններն ևս կդրվի մեզի, դնդեսնելուս առաքյալի կողմէ, ուր գսե ամեն մեկը ինչ շնորհք որ արավ Աստուծն է, զանիկա իրարու մատակարարեցեք բարի դնդեսնելու պես։ Այսօրվա միտը Աստծո դնդեսնելու, Աստծո շնորհներուն
բարի դնդեսները լալու չանքը գտանենք։ Ամեն մեկը ինչ շնորհ որ անավ Աստծուն է, զանիգա իրավու մատակարարեցեք բարի դնդեսներու պես։ Երեք կարևոր բան կա աստեղը։ Մեկը Աստծո շնորհները, դաղանտները, բարքերները, որ մեզ կդրվի, երկրորդ իրավու մատակարարեցեք, իսկ երրորդ բարի դնդեսներու պես։ Դնդեսը զարա է դերոջ տան մեջ, թե ինք և թե իր ունեցած է դու պատկանի դերոջ և ոչ թե իրեն։ Մենք միան մատակարարել ունենք Աստուծո դված շնորհներով։ Այնպես որ չլակ է մեզի դրված աստվածադուր շնորհները, դաղանտները, բահեն այն զարային պես, որ իր մեկ դաղանտը բահեց առանց մատակարարելու, առանց բաժնեկցելու և զրկվեցան մտնելու դերոջը խաղաղության մեջ։ Հինգերորդ և վերջին պատվերը դնդեսին հետևյալն է. եթե մեկը գսե խոսի, Աստծո բարքերներում պես թող խոսի։ Եթե մատակարարությունն է, որպես թե Աստծո դված շնորհներու զորութենեն թողն է, որպեսզի ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի ցերկով։ Հոս հստակ կերպով երկու շնորհներու մասին կխոսվի։ Առաջինը խոսելու բարքերն է, Աստծո պատգամը դալու համար, իսկ երկրորդը փորձնական զարայության բարքերն է, սակայն այս երկուը պետք է ունենա ոչ թե մեր անձերը, հապա զաստված փառավորելու համար։ Վերջապես տնտեսին Աստծո կողմէ դրված շնորհները, մեր ունեցած բարքերներ և դաղանտներն են։ Ամեն մեկս մասնավոր բարքեր ունի։ Եվ մեկում բարքերը դարբեր են իսեն։ Սակայն ինչ բարքեր որ ունենք բաժնեկցելու ենք դերոջը դան մեջ ուրախությունով, վստահությունով և քողնակությունով։ Գարկը բարքերներ դեսանելի են, իսկ գարկը բարքերներ անդեսանելի, ինչպես աղոտքը, հերացայնային այցելությունները, քաղտնի նվիրատվությունները և օժանդակությունները։ Բաճարը որ դու բաժնեկցենք Քրիստոսի եկեղեցին արդյունաբերության համար է։ Սերներ օր պիտի կավոր, պիտի ներկայանանք Քրիստոսի ադյանին առջև։ Ըստ Հիսուսի վերջին դատաստանի արագին մեր տնտեսության հաշիվը պիտի տանք։ Ոչ թե մեր մեղքերում, հապա մեր ծառայություններում։ Հետևաբար Աստծո աստվածադուր բարքերները երբ մի կորց տրված է, երբ աղոտքը հարադև է և սերը սերգանց, ասով ցույց կտանք, որ Քրիստոս կապրի մեր մեջ։ Այն ադենն է, որ կլանք Աստծո շնորհներում բարի տնտեսները առաքյալին ըսածին համեմատ, որ ասով Քրիստոսի եկեղեցին գործնվի, Աստված կփառավորվի։ Առաքյալը գաղութը ասելով վերջացնելու համար իր նամակը հետևյալ խոսքերով. բոլոր շնորհներուն Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց, Քրիստոս Հիսուսի ցերկովը ինք ցես կատարյալն է ու զորացն է, իր փառք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Մեր սիրահուժան նվերները դերոջ մատուցան։
ոտքի վրա դերունական աղոթքը երգելով մի վերջացնենք մեր պաշտպանը։ Զիքոյե արքայություն և զորություն և փառք հավիտյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստծո անպատմելի սերը և Հոգու Սուրբո հաղորդակցությունը ձեր բոլորին հետ ունենա